Մենք տեսել ենք հրապարակային հայտարարություն այն մասին, որ պատրաստ են նյութապես աջակցել կամ շահագրգռել այն ընտրողներին, որոնք որ Ռուսաստանից ուզում են գան Հայաստան։ Խոսքը Միկա Բադալյանի այս նամակագրության մասին է, որտեղ ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան տեղափոխվելու կարգի մասին հարցին նա պատասխանում է. ուղարկեք կոնտակտային հեռախոսահամարը, անձնագիրը եւ վերադարձի ամսաթիվը։ Մոսկվայից թռիչքը հունիսի 4-ին է։ Դա ինքնին առերևույթ քրեորեն պատժելի արարք է, բայց նաեւ եղան ինչ-որ մարդիկ, ովքեր ավելի խորացան, կապի դուրս եկան, ձևացան, որ իրենք ընտրող են եւ իրենց ինչ-որ դետալներ ուղարկվեցին, ինչով էլ ավելի հաստատվեց, որ այո, խոսքը հենց ընտրություններին մասնակցելուն նյութապես խրախուսելու մասին է։ Անկախ դիտորդի ահազանգից հետո հակակոռուպցիոն կոմիտեն օրեր անց հայտնում է տարբեր միջոցառումներ են իրականացրել ու բավարար փաստական տվյալներ ստացել, որ Միկա Բադալյանը ընտրություններին մասնակցելու դիմաց Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն եւ այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք է խոստացել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Դանիել Հովհաննիսյանը այլ նամակագրություններ էլ է ցույց տալիս, որ արդեն իրենց ձեռքի տակ է, ուսումնասիրում են։ Այդպիսի հայտարարություններ բազմաթիվ են ռուսական սոցցանցերում, այդպիսի հայտարարություններ մենք տեսնում ենք նաև ոչ հրապարակային, որոնք մեզ այդուհանդերձ գալիս հասնում են այս կամ այն խմբում գրած, այս կամ այն գրուպ չաթում գրած, չգիտեմ, այսինչ քաղաքի գեղարքունիքցիների չաթում գրված ինչ-որ մի հատ տենց հայտարարություն, տենց բաներ էլ։ Կհարցնենք, ինչու ենք մենք հաղորդում տալիս Միկա Բադալյանի դեպքով եւ հաղորդում չենք տալիս օրինակ Ուլիանովսկի հայ համայնքի ղեկավարի մասով, որի հետ կապված եւս ունենք որոշակի տեղեկություններ, որովհետեւ մենք նաեւ չենք ուզում ծանրաբեռնենք Հայաստանի իրավապահ մարմիններին։ Միկա Բադալյանը այստեղ է, իսկ Ուլիանովսկի հայ համայնքի ղեկավարը Ուլիանովսկում է եւ անիմաստ ծանրաբեռնել Հայաստանի իրավապահներին մենք չենք էլ ուզում։ Հովհաննիսյանը զարմանքով նաեւ պատմում է օրվա լուրն իր համար այնուամենայնիվ այն է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ժամանակ է գտել անդրադառնալու իրազեկ քաղաքացիների միավորմանը։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը իրազեկ քաղաքացիների միավորմանն ու մեր գործընկերոջը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին անվանել է Եվրո անտիխրիստներ, այսինքն Եվրո հակաքրիստոսներ։ Ամեն դեպքում մի քիչ զարմանալի է, որ Իրան աշխարհի ամենահզոր երկրներից մեկը համարող Ռուսաստանի հետախուզական ծառայությունը փոքր Հայաստանի երկու հասարակական կազմակերպությունների մասին է խոսում։ Այդ երկու հասարակական կազմակերպություններն այդքան ուժեղացել եւ ազդեցիկացել, թե Ռուսաստանն ու իր հետախուզական ծառայություններն են այդքան իրենց ազդեցությունը եւ հզորությունը կորցրել։ Վերադառնալով Միկա Բադալյանին, լրագրող, բլոգեր ներկայացող Բադալյանն ըստ ուսումնասիրությունների Հայաստանում բլոգերությամբ ու լրագրությամբ չէ, որ զբաղվել է։ Ինքը շատ ակտիվ եւ ագրեսիվ ոչ միայն պրոռուսական դիրքորոշում ունեցող անձ է, այլ նաեւ ռուսական նարատիվներ առաջ տանող, հա, խաղաղության գործընթացի դեմ, ժամանակի սահմանազատման գործընթացի դեմ, մի շարք process-ների դեմ գործընթացներում ինքը ռուսական տերմինաբանությամբ ասած լոմ է։ Լոմը դա լիդեր общественного мнения, իրանք դա կրճատ լոմ են ասում։ Ինքը Ռուսաստանի շահերը առաջ է մղում տարբեր երկրներում, Մոլդովայում օրինակ իր մուտքը արգելված է եւ Մոլդովայի իշխանությունների կողմից խոսվել է Միկա Բադալյանի խնդրահարույց գործունեության մասին ընտրությունների կոնտեքստում։ Ինքը մի կազմակերպության մեջ է, որի մեջ այնպիսի դեմքեր են, ինչպիսին են օրինակ Իլոն Շորը, որը Մոլդովայի ընտրությունների միջամտության հիմնական դեմքերից էր, որի մեջ են այնպիսի մարդիկ, ինչպիսին են Մարգարիտա Սիմոնյանը, Վյաչեսլավ Վոլոդինը եւ այլն։ Իսկ սա Միկա Բադալյանի տարածած կեղծիքի օրինակներից մեկն է, թե իբր ֆրանսիական թերթերը գրել են Փաշինյանի իշխանությունը պահելու համար 50 միլիոն եվրո տալու մասին։ Իր սուտ լուրը, որ ճիշտ երևա, Միկա Բադալյանը հղում է անում ֆրանսիական հայտնի տնտեսական եւ բիզնես ուղղվածության La Tribune ամսագրին։ Բադալյանի հրապարակած շապիկում թողարկման ամսաթիվը 2026 թվականի ապրիլի 10-ն է, մինչդեռ ապրիլի 10-ին ամսագիրն այս շապիկներ ունեցել։ Իրինամ Կրչյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։